Զելենսկիի այցը սխալ է։ Հասկացա, ես Հայաստանի չեմ, Հայաստանը սխալ է տեսակետից։ Մեր տեսակետից Ռուսաստանի արածը իշխանությունը սխալ է։ Ես նշեցի Ռուսաստանի արածը արդարացված նշեցի ես, որ ես կարծում եմ, որ դա չի կարելի անել, պարոն Ղազարյան, որովհետև դրանից տուժում է ոչ թե փոքրիկ խմբակը, այլ տուժում է հայ ժողովուրդը։ Դա ազդում է մեր ժողովրդի, մեր գյուղացիների վրա, բայց դրա պատասխանատու Փաշինյանն հայ ժողովուրդը նրանք գիտեք ինչի process է, տնտեսական բաժանման process են սկսում, որը կազդի Հայաստանի տնտեսության վրա միլիարդավոր դոլարներ, որը մեր բյուջեն ուղղակի կբերի սնանկ վիճակի, որը ավելացնի մեր պետական պարտքը, անգամ Ուկրաինայի պատերազմի ժամանակ Եվրոպան որ գումար է տալու, պարտքով է տալու։ Լավ, ձեզ մի հարց ունեմ, հասկացա։ Հիմա ընդունում եմ։ Միշտ արտահայտությունների վերջում ամենահետաքրքիր մասն է, եթե թույլ տաք, ասա պարտքով է տալու։ Մեզ այդ գումարները տալու են տոկոսով պարտքով, այն դեպքում, եթե տան, որտեղ մի քանի անգամ մի քանի միլիարդ կոവിഡ്ի ժամանակ է խոստովեցին, չտվեցին։ Համաձայն եմ։ Այն դեպքում, երբ որ հիմա մենք ուղղակի գումար աշխատում ենք գյուղացին, առանց պետական աջակցությամբ ծաղիկներ են վաճառում, բերք է վաճառում, չի կարելի սրել հարաբերությունը, տեսեք, ես ձեր ներկայությամբ եմ ասում, որ հետո Աստված չանի, հետևանքների առումով, չնայած կարծում եմ, որ շատ արագ փոփոխության արդյունքում ամեն ինչ կուղղվի Հայաստանը ճիշտ քաղաքականություն կտանի, բայց չի կարելի հիմնական գործընկերոջ հետ, ում հետ քո առաքրաշրջանայության 65%-ն է, վատացնել հարաբերությունները ու ասեն գործընկերն է մեղավոր, ոչինչ որ Զելենսկին կանչել է, ոչինչ որ ամեն օր իմ անդամները դուրս են գալի եւ հմեկով կամ այլ եթերներով հակառուսական քարոզ են անում, իրենք են մեղավոր։ Պատերազմը պատմում ուրիշն է մեղավոր, տնտեսական խնդիր պատերազմաբերում ուրիշն է մեղավոր։ Բոլոր տեղերը կարող է մի օր տղամարդկություն հավաքեն պատասխանատվություն վերցնեն, որ իրենք չեն կարողանում, բերում են երկու խնդիր, ստեղծում են նոր թշնամի, մեր թշնամիները մեզ բավարար են, պարոն Ղազարյան, հասկացա։ Հայաստանի թշնամիները մեզ բավարար են, իրենք նոր թշնամի են սարքում մեզ, աշխարհի ամենամեծ երկրի է։ Միևնույն ժամանակ թույլ են տալի հին թշնամին սողոսկի մեր երկիր։